Առավոտը բացվում է Հնդկական օվկիանոսի անկրկնելի ձայնից եւ Miracle Tour Travel-ի կողմից կազմակերպված Սպոյի հետ Շրի Լանկա Մալդիվներ խմբային տուրը սկսում է իր հաջորդ էքսկուրսիան։ Ավտոբուսը պատրաստ է, ամբողջ խումբը նստած ավտոբուսի մեջ, սա Ավանի Կալուտարա ռիզորտ հյուրանոցային համալիրն է Շրի Լանկայի Կալուտարա նահանգում, լավագույն նահանգներից մեկը ուղիղ Հնդկական օվկիանոսի ափին եւ մենք այսօր էքսկուրսիա ենք Կոլոմբո գնալու, գնացինք։ Գալ Շրի Լանկա եւ չայցելել մայրաքաղաք Կոլոմբո դա մի տեսակ չեմ հասկանում։ Եվ մենք պարտադիր այցելում ենք այս հրաշ քաղաքը ու առաջին կանգառը Շրի Լանկայի հայրը համարվող Դոն Ստիվենի տաճարն է։ Հավատացեք ժողովուրդ, Դոն Ստիվենի տաճարը ամենագեղեցիկ վայրերից մեկն է Կոլոմբոյում։ Հատուկ Շրի Լանկայի ճարտարապետական ոճով այս տաճարը ոչ ոքի անտարբեր չի թողնում։ Հələ ստեղ ես տաճարի գեղեցկությունը նայեք, հələ նայեք ինձ սիրուն է, տեսախցիկն է թեքեն։ Հիանում ենք տաճարի գեղեցկությամբ եւ ճանապարհ ընկնում Սպիտակ տուն, այո, դուք ճիշտ լսեցիք։ Ելուր Կոլոմբոյում, եթե ոչ Սպիտակ տուն, ժողովուրդ, շատ-շատերը գիտեն սա Վաշինգտոնն է, բայց ոչ, սա Կոլոմբոն է, Շրի Լանկայի նախկին մայրաքաղաքը, ինչպես գիտեք, այստեղ նույնպես կա White House, Սպիտակ տուն, որը որ կրկնօրինակն է Վաշինգտոնի Սպիտակ տան։ Այո, սա Կոլոմբոյի հայտնի Սպիտակ տունն է, որը կրկին կառուցել են մեծ բրիտանացիները։ Իսկ սա արդեն Բուդայի ոսկե արձանն է Կոլոմբոյի հաղթանակի այգու։ Սիրուն է, չէ՞։ Հնդկական տաճարն է Կոլոմբոյում, ժողովուրդ, մենք Շրի Լանկա Մալդիվներ խմբային տուրով այսօր եկել ենք Կոլոմբո եւ պարտադիր, ինչպես բոլոր խմբային տուրերի ժամանակ, մենք պետք է պարտադիր գանք այստեղ հնդկական տաճար, գնանք ներս, շատ հետաքրքիր է։ Այո, հնդկական այս գեղեցիկ եւ յուրահատուկ տաճարը ամեն անգամ շշմեցրել է բոլոր տուրիստներին։ Հնդկական մշակույթը եւ ճարտարապետությունը ամենահնագույններից է ամբողջ աշխարհում եւ իր ամենաաներևակայելի գեղեցկությամբ մեծ ասելիք ունի, որը գալիս է դերևս պատմության խորքերից։ Գրեթե 2 ժամ այս տաճարը մանրակրկիտ ուսումնասիրելուց լուսանկարվելուց հետո ուղևորվում ենք Ասիայի ամենաբարձր եւ ամենագեղեցիկը ճանաչված հեռուստաաշտարակի մոտ Lotus Tower կամ Կոլոմբոյի Լոտուսի աշտարակը։ Կոլոմբոյի հեռուստաաշտարակը, որը որ իրենից ներկայացնում է Lotus, համարվում է Ասիայի ամենամեծ ու ամենագեղեցիկ աշտարակը։ Իդեպ վերևում ռեստորան է, ես մի օր անպայման կհայտնվեմ նաև այստեղ ու կցուցադրեմ, թե ինչ է կատարվում նաև այս բարձր աշտարակի ամենավերևի մասում, շատ գեղեցիկ է նաև։ Իսկ հիմա գնում ենք Բուդայի ամենագեղեցիկ տաճարներից մեկը։ Բուդայի տաճարը Կոլոմբոյում, ժողովուրդ, ես շատ Բուդայի տաճարներում եմ եղել ամբողջ աշխարհում, բայց այս Բուդայի տաճարը ես անուն եմ դրել ռոմանտիկ Բուդայի տաճար։ Ինչի համար, որովհետև հենց հիմա կտեսնեք, թե ինչ սիրուն է ներսը, այստեղ նայեք, արդեն այստեղից գեղեցկությունը երևում է ու գնանք տեսեք սեփական աչքերով։ Այստեղ գալիս են նորապսակները, տուրիստները, բլոգերները, Բուդայի տաճար, որը իր գեղեցկությամբ եւ նրբությամբ պարզապես համարվում է ռոմանտիկ մի վայր։ Ժողովուրդ հələ տեսեք ինչ գեղեցիկ է եւ հենց օվկիանոսի մեջ այս Բուդայի տաճարը կարելի է համարել ոչ թե կրոնական վայր, այլ երկրի ամենագեղեցիկ էքսկուրսիոն վայրերից մեկը։ Այստեղից նույնիսկ Կոլոմբոն է շատ գեղեցիկ երևում։ Վերջացնելով էքսկուրսիոն օրը ուղևորվում ենք հյուրանոց, իսկ ճանապարհին քեֆ եւ ուրախություն։ Հələ նայեք Շրի Լանկայի ավտոբուսում ինչ է կատարվում։ Հոբա! Հաջորդ օրը ամբողջովին հանգստանում ենք Հնդկական օվկիանոսի ափին, իսկ առավոտյան մեկնում կրկին էքսկուրսիա, այս անգամ ջունգլիներում գտնվող գետով նավարկություն դեպի Հնդկական օվկիանոս եւ կղզի։ Ահա բոլորին տրվում են փրկարարական բաշխոնները եւ նավարկությունը սկսված է։ Բարի լույս հայեր, մենք Շրի Լանկայում ենք կրկին ու տեսեք խումբը այստեղ է, դեռ մնացածը գալիս են ավտոբուսից
այս մեր նավակը պատրաստվում է նավարտության, հայկական գերբը ես սպոնեմ Miracle Tour Travel-ի կողմից կազմակերպված սպոյի հետ Շրի Լանկա Մալդիվներ խմբային տուրը սկսում է իր ամենաթույն էքսկուրսիաներից մեկը։ Մենք նավակներով գնալու ենք դեպի Հնդկական օվկիանոս։ Ջորջան, նայեք, այս փրկարարական բաճկոններն են, հակել եմ ես ու մենակ ես չեմ հակել, մեր ամբողջ խումբն է հակել։ Ջորջան, ո՞նց եք։ Բարև Հայաստան, մենք գնում ենք դեպի Հնդկական օվկիանոս նավակներով թույն էքսկուրսիա է սպասում, գնացինք։ Այո, երևի ամենագեղեցիկ տուրերից մեկը Շրի Լանկայում, որին ամեն անգամ սպասում եմ ես։ Գետը, որը հոսում է դեպի օվկիանոս, իր տեսքով եւ բնությունով ամենագեղեցիկներից է։ Միայն տեսեք այս հրաշք տեսարանը։ Հələ նայեք, ժողովուրդ, ուր ենք եկել մենք։ Հələ ինձ սիրուն ա ժողովուրդ, գժանոց ա լստեղ նայեք։ Եվ առաջին կանգառը կղզում է, որտեղ տեղի բնակիչները ցուցադրում են, թե ինչպես են ստանում բնական դարչին։ Տեսեք, հետաքրքիր պրոցեդուրա է տեղի ունենում, խումբը նստած է կղզում, հա, այս խումբը, մենք եկել ենք Հնդկական օվկիանոսի մեջ գտնվող կղզում, որտեղ որ կղզու բնակիչը ցուցադրում է, թե ինչպես է դարչին պատրաստում, հենց դարչինի ծառից, որ աճում է այս կղզում։ Խումբը ամբողջովին հետաքրքիր լսում է, մեզ նաև հյուրասիրել են դարչինի թեյ, ուշադիր նայեք։ Վայելում ենք դարչինը, ուսումնասիրում կղզին, լուսանկարվում էկզոտիկ կենդանիների հետ եւ ճանապարհ ընկնում, բայց մինչեւ կասեմ թե ուր, եւս մեկ անգամ զմայլվենք այս հրաշք բնությունով։ Իսկ հաջորդ կանգառը դա թանկարժեք քարերի գործարանն է, որտեղ հենց մեր աչքերի առջև գետնի տակից հանում են լուսնակար եւ ռուբին ու ցուցադրում մշակման process-ը։ Թանկարժեք քարերի գործարան, ցեղ սեփական, որտեղ որ գետի տակից, այս են շախտաներից, տեսնում եք այն մարդը, որ նստած է, ինքը իջնում է մոտ 20-30 մետր ներքև գետնի տակ, որպեսզի այնտեղից հանի ռուբին, լուսնակար, մի խոսքով թանկարժեք քարեր, շատ դաժան աշխատանք, շատ հետաքրքիր է, նայեք։ Քարերի մշակումը անցնում է շատ դժվար process եւ ամեն մի քարի համար տարվում է անհատական եւ շատ մանրակրկիտ աշխատանք։ Մեզ ցուցադրում են ամեն մի մանրուք եւ տեսեք թե ինչպես են մշակում ու այն վերածվում է թանկարժեք քարի։ Հա, Ժորժան, տեսեք, մենք հիմա գնում ենք կրիաների մոտ, կերակրելու կրիաներին, հələ խմբին նայեք, գալիս են ամբողջովին։ Մեծ կրիաներ, մարդու չափ, 300-400 կիլոգրամանոց, մոտ 400 տարեկան կրիաներ, հիմա տեսնեք սեփական աչքերով, նայեք ինձ սիրուն է Հնդկական օվկիանոսը, գնում են կրիաների մոտ։ Այո, Հնդկական օվկիանոսի հենց այս ափին ապրում են առելի մեծ թե չափսերով եւ թե տարիքով կրիաներ եւ մենք ամեն անգամ գալիս ենք հենց այս ափը, որպեսզի կերակրենք եւ լուսանկարենք այս առելի եւ զարմանահրաշ կենդանիներին։ Կրկին ճանապարհ եւ հաջորդ կանգառը պատմական գալ է։ Պատմական գալ է, Շրի Լանկայի ամենապատմական քաղաքը, հայկական գերբը իհարկե Գալլեում, խումբը գալիս է իմ հետևի, Ջորջան, Miracle Tour Travel-ի կողմից կազմակերպված սպոյի հետ Շրի Լանկա Մալդիվներ խմբային տուրը շարունակվում է եւ մենք գտնվում ենք այս պահին Գալլեում։ Գալլեն ամենապատմական քաղաքն է Շրի Լանկայի, ինչի համար, որովհետեւ սրանից մոտ 600-700 տարի առաջ երբ առաջին անգամ հայտնաբերվեց Շրի Լանկան, այստեղ շատ աղմուկ է, մոտոներով են բոլորը, գրեթե տուկ-տուկներով, երբ որ հայտնաբերվեց Շրի Լանկան, առաջինը պորտուգալացիները երբ մոտիկացան ափին, հենց այս տարածքն էր, որը եւ հենց պորտուգալացիների կողմից անվանվեց Գալլե։ Մենք այդ ամրոցում ենք, գնալու ենք արդեն հետագայում հոլանդացիների կողմից պատրաստված ամրոցը, տեսեք կադրերով։ Պատմաբան Ջեյմս Էմերսոնը կարծում էր, որ Գալլեն համապատասխանում է 5 կտակարանի քարչիշ քաղաքին, որտեղից Սողոմոն արքան բերում էր թանկարժեք քարեր, ստրուկներ եւ փղոսկրեր։ Առաջինը այստեղ իրենց դրոշը դրել են պորտուգալացիները 1500 թվականին, իսկ 1640 թվականին պորտուգալացիները
ջախջախիչ պարտություն կրեցին այստեղ եւ նրանց փոխարինեցին հոլանդացիները, իսկ 1796 թվականին հոլանդացիները պարտվեցին անգլիացիներին, ովքեր եւ կղզին տիրապետեցին մինչեւ 1946 թվականը։ Քաղաքը մեծապես տուժել է 2004 թվականի դեկտեմբերի ցունամիից, որտեղ զոհվեցին հազարավոր մարդիկ։ Ավարտելով էքսկուրսիոն, օրը վերադառնում ենք Կալուտարա, որտեղ եւ գտնվում է մեր տրոպիկական հյուրանոցը։